Արյունատվությունը մարդասիրական դրսևորում է։ Ամբողջ աշխարհում գործող արյան փոխներարկման կայանները կամ արյան բանկերը 99%-ով աշխատում են կամավոր բարեգործական հիմունքներով։ Հայաստանի արյան բանկերը կամավոր դոնորների կարիք ունեն։ 2011 թվականի 5 ամիսների ընթացքում Գյումրի արյան բանկում 38 դոնոր է գրանցվել, ինչը մեր քաղաքի համար բավարար ցուցանիշ է համարվում։ Իսկ ընթացիկ 1 ամսվա ընթացքում գրանցվել է դոնորների թվի աճ 11 հոգի։ Գյումրի արյան բանկի տնօրեն Արմենուհի Չախալյանի խոսքերով մարզի բնակիչները արյուն են հանձնում տարբեր պատճառներով, ոմանք գումարի, ոմանք էլ հարազատին օգնելու համար։ Արյան փոխներարկման կայանում ընդգրկվում են տարբեր կատեգորիայի դոնորներ, հիվանդատերեր, կամավոր դոնորներ եւ կադրային դոնորներ, որոնցով մենք ապահովում ենք անձեռնամխելի պաշարները։ Վարձատրությունը 10,000 դրամ է։ Դոնորների պակասը Արմենուհի Չախալյանը բացատրում է սոցիալական անապահով վիճակի տեսանկյունից։ Մարդիկ մտահոգվում են արյան հետագա վերականգնման համար։ Մեկ մարդու նվիրաբերած արյունը մեկ հիվանդի կյանք կարող է փրկել։ Գյումրի արյան բանկն ունի վճարովի կամ կադրային մշտական դոնորներ, ովքեր ապահովում են արյան պաշարը եւ ծառայության համար պետության կողմից փոխհատուցում ստանում։ Կա սահմանված չափականակ՝ 1 պար կամ 530 մլ, ու բանկը պետք է լրացնի այդպիսի 150 պարկի քանակ, ապահովելով արյան մշտական պաշար։ Պիտի ունենանք արյունատվություն, 148 արյունատվություն, որպեսզի մենք ապահովենք 150 պարկ։ Դա պետության կողմից սահմանված գին է 10,000 դրամ։ Ով որ ուզում է գա կամավոր հանձնի, թող գա հանձնի։ Դոնորի պակաս չունենք։ Թե վճարովի դոնորների պակաս, թե ասենք հիվանդատերեր շատ դեպքերում հանձնում են, բայց մենք ունենք չափազանց ցածր քանակ կամավորների մեջ։ Տղամարդիկ կարող են արյուն հանձնել տարեկան 5, իսկ կանայք տարեկան 4 անգամ, ոչ շուտ քան 2 ամիսը մեկ։ Սա բավարար ժամկետ է կորցրած արյան քանակը վերականգնելու համար։ Նախքան արյուն հանձնելը դոնորն անցնում է նախնական բժշկական լաբորատոր ստուգում արյան պիտանելիությունը ստուգելու համար։ Այդ գործընթացն արվում է արյան բանկի վիրահատարանում, այնուհետև շարունակում լաբորատորիայում, լաբորատոր փորձաքննական ստուգման համար, ու հետո միայն բանկն ընդունում է դոնորի արյունը։ Տեղ, որտեղ վերցվում է արյուն, դա կոչվում է օպերացիոն բլոկ։ Այս բազմոցներ են, որտեղ դոնորը արյուն է հանձնում։ Արդեն վերցված 530 մլ արյունը անցնում է առաքման բաժին, որը նաև պահոց է հանդիսանում արյան պաշարի համար։ Առաքման բաժնի սառնարաններում պահվում են ոչ միայն արյան պարկերը, այլև պլազման։ Արյան պաշարը թարմացում է 35 օրը մեկ, այլապես այն կկորցնի իր պիտանելիությունը, մինչդեռ պլազման կարող է պահպանվել շուրջ 1 տարի։ Մենք ունենք տարբեր, տեսեք մարկիրովկա է, տարբեր արյուն։ Բավականին շատ քանակությամբ արյուն ունենք։ Սա մեզ համար շատ է, ոչ թե մեզ համար, այլ էրիթրոցիտար մասսայի համար դա բավականին քանակ է, որտեղ մենք էրիթրոցիտար մասսան 35 օրից հետո թափվում ենք։ Արյունատվությունը մարդասիրական դրսևորում է։ Այս սկզբունքով է աշխատում Արյան բանկը։ Հունիսի 14-ին դոնորների միջազգային օրվա կապակցությամբ Արյան փոխներարկման կենտրոնի տնօրինությունը խնդրում եւ հորդորում է։ Կազմակերպվում է ակցիա արյունատվության կամավոր դոնորների միջոցով, յուրաքանչյուր արյունատվությունը կարող է մարդու կյանք փրկի։ Շուշաննա Գրիգորյան, Համբարձում, Պապոյան, Գալանյուս։